Ողջույն, այս անգամ կներկայացնեմ աստվածաշնչյան ևս մեկ առակ, որը կոչվում է առակ կոշկակարի մասին։ Մի քաղաքում ապրում էր մի բարեպաշտ կոշկակար։ Նա հավատավոր քրիստոնյա էր, միշտ հաճախում էր եկեղեցի։ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին նա հիվանդացավ և չէր կարող հաջորդ օրը պատարագի մասնակցել։ Դա նրան շատ վշտացրեց։ Գիշերը նա երազում լսեց Տիրոջ ձայնը. «Քանի որ դու չես կարող գալ ինձ մոտ, վաղն ինքս կգամ քեզ մոտ»։ Արթնացավ կոշկակարը և շատ ուրախացավ, մտածելով՝ միթե Տեր Աստված շնորհ կանի և կայցելի ինձ։ Առավոտյան արթնանալուն պես նա սկսեց մաքրել ու կարգի բերել տունը, տոնական ուտեստներ պատրաստել, սպասելով ցանկալի հյուրին։ Հանկարծ պատուհանից նկատեց հեկեկացող մի տղայի, մոտ կանչեց նրան և հարցրեց, թե ինչ է պատահել։ «Այսօր պատռվեց ձմեռային միակ կոշիկս, մնացել եմ ոտաբոբիկ, ոտքերս սառչում են, մենք աղքատ ենք, չենք կարող նորը գնել»։ Կոշկակարը հանգստացրեց տղային և ասաց. «Տուր ինձ կոշիկդ, տղաս, ես կնորոգեմ»։ Կարճ ժամանակ անց երջանկությունից փայլող տղան հագավ նորոգված կոշիկն ու գնաց։ Ճանապարհելով նրան, կոշկակարը շարունակեց իր գործը։ Երեկոյան կողմ նրա տան դուռը թակեց մի աղքատ կին, ասելով. «Ներեցեք ինձ, խնդրում եմ, կոշիկս ձեզ մոտ էի բերել նորոգման, բայց վճարելու հնարավորություն չունեմ, իսկ առանց տաք կոշիկի մնալ չեմ կարող, արդեն ցրտել է»։ Կոշկակարը ժպտաց ու ասաց. «Կոշիկդ պատրաստ է, վերցրու, ոչինչ հարկավոր չէ»։ Վրա հասավ գիշերը։ Վաղուց վերջացրած գործերը, կոշկակարը պատուհանի մոտ նստած սպասում էր թանկագին հյուրին։ Արդեն ուշ էր։ Հոգնելով սպասումից, կոշկակարը պատրաստվեց անկողին մտնելու։ Այդ պահին նրա տան դուռը թակեցին։ Դուռը բացելով կոշկակարը տեսավ մի ճամփորդի, որն ասաց. «Թույլ տուր գիշերել քո տանը։ Ամբողջ օրը ճանապարհ եմ կտրել, հոգնել եմ, ոչ ոքի չեմ կարող դիմել, ոչ ոք ինձ իր տուն չի թողնի»։ Խղճաց նրան կոշկակարը, ներս առավ, հյուրասիրեց ճամփորդին և պառկեցրեց քնելու իր անկողնում, իսկ ինքը գետնին քնեց։ Քուն մտնելուց առաջ նա մտածեց. «Թերևս արժանի չեղա Տիրոջ այցելությանը, նա ինձ չայցելեց, չարժանացրեց տոնն իր հետ նշելու շնորհին»։ Իսկ երազում նա դարձյալ լսեց Տիրոջ ձայնը. «Սխալվում ես, այսօր 3 անգամ այցելեցի քեզ և ամեն անգամ դու ինձ սրտաբաց ընդունեցիր։ Այսօրվա համար պատրաստել էի այսքանը, իսկ եթե հավանեցիք այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենաք»։